Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումները անդամակցության հարցով իսկապես կարևոր են, նաև համագործակցության մակարդակի բարձրացման տեսանկյունից են կարևոր։ Եվրոպական խորհրդարանը 2018 թվականին նաև Հայդատ Եվրոպայի գրասենյակի աշխատանքներում արգելք է դրել։ Կան դեպքեր, որ Եվրոպական խորհրդարանը ունի բացառիկ իրավասություններ։ Օրինակ, եթե Եվրոպական միության այս հարցում, SEPA ստորագրման հարցում Եվրոպական խորհրդարանը ունի բացառիկ լիազորություն, այսինքն ինչքան էլ գործադիր իշխանությունը բանակցի, միևնույնն է, նույնիսկ նախաստորագրման համար պետք է հավանություն Եվրոպական խորհրդարանի, ինչ Ադրբեջանը չի կարող ստանալ։ Բայց պետք է հասկանանք, որ անդամակցության հարցը առավելապես գործադիրի տիրույթում է։ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ խնդիր չունի, կողող չունի, բայց նախ Հայաստանի կողմից չկա նման դիմում եւ հաճախ հիշում եմ, որ այս գործընթացը ծաղր է։ Այսինքն, եթե ընդհանրակարգը կա Հայաստանի իշխանությունը չի դիմում, ասում օրենք եմ ընդունել, ապա այդ օրենքը ոնց պիտի դրդի իմ վարքագիծը։ Ոչ թե Եվրոպական միության նկատմամբ ծաղրել, ընդհանրապես քաղաքական ծաղր է։ Որովհետև ելի եմ ասում, Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը պետք է մնայուն ընթացք ունենա, բայց ասենք եթե դու ասում ես, ես գնում եմ Եվրոպական միության անդամակցման, բայց դրա ճանապարհը գիտես եւ այլ գործողություն ես ձեռնարկում, դա ինչպես պիտի մեկնաբանվի։